Երեխաս երջուխի է եւ գերտաշատ կոնկուրսներու ես որոշեցի անոր ցույց դամ, որ երբ որ ուզես մի բան ըլլա անիգա գլա անպայման Հեշտ էր արդյոք հայկական ընտանիքում ամուսնացած լինելով հանդերձ մասնակցել նման մրցույթի։ Ես լրագրող եմ Բուլղարիայի մեծ սայթի մեջ եւ շատ սիրով գնեմ իմ գործս։ Ներկայացրել եք Բուլղարիան, բայց ներկայացել եք որպես հայ։ Այս էր իմ մեծ երազանքս դեսնամ հայրենիքը եւ Հայաստանը։ Ինչ են պատմել Հայաստանի մասին, հատկապես որ արևմտյան Հայաստանից եք, ձեր տատիկը, մայրիկը, ընտանիքի անդամները ձեզ։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօրվա մեր զրուցակիցը Միսիս Եվրոպա Մանիտա Վարդանն է։ Բարև ձեզ։ Բարև։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես շատ շնորհակալ եմ։ Տնական գաթա տատիկի բաղադրատոմսով։ Էլոլա, զգացեք սյունիքի շունչն ու բնական կաթի համը։ Արմատներով որտեղից եք։ Իմ արմատները արևմտյան Հայաստանից է։ Բուլղարիա ծնված եմ եւ իմ ծնողներս նույնպես Բուլղարիա ծնված են։ Դուք առաջինը եղել եք Միսիս Բուլղարիա, ճիշտ է։ Հետո նոր արդեն Միսիս Եվրոպա։ Ինչպես որոշում կայացրեցիք, որ պետք է մասնակցեք, քանի որ ամուսնացած եք, ունեք բալիկ, հեշտ էր արդյոք հայկական ընտանիքում ամուսնացած լինելով հանդերձ մասնակցել նման մրցույթի։ Այս մրցույթը Միսիս մինակ ամուսնացած գիներու համար է եւ անանք գիներ, որ ունին երեխա եւ չէ մինակ գեղեցկությունը առաջին դեղ տրված Ժուրին գնայի կուգին երեխաները, ինչպես գտասավորես, կուգին ինչ գաշխադիս եւ մինակ երեսը եւ մարմինը չէ առաջին բանը, որ գնային, որովհետեւ իմին երեխաս երջուխի է եւ գերտաշատ կոնկուրսներու ես որոշեցի անոր ցույց դամ, որ երբ որ ուզես մի բան ըլլա անիգա գլա անպայման եթե նես ամեն ինչ որ խախտես ասիգա իմին համար գուզեի անոր 10 ցույց դամ օրինակ այո շատ լավ դուք ներկայացրել եք Բուլղարիան բայց ներկայացել եք որպես հայ ես ներկայացա որպես հայ ծնված Բուլղարիա որովհետև իմին պասպորտս իմին դոկումենտներս բուլղարական են բայց ես մայրիկս ու հայրիկս հայ են։ Շատ լավ։ Բուլղարիայում ինչպիսին է հայ համայնքը, ինչպես են ընդունում հայերին այնտեղ, հարաբերությունները ինչպիսին են առհասարակ։ Բուլղարիա շատ հայ մարդիկ գա, ամենամեծ սփյուռքը Պլովդիվ է, իմ քաղաքս, ուր որ ծնված եմ, եւ մենք խոն շատ լավ գաբրինք, բեդությունը շատ գսիրե հայերը եւ շատ լավ գվարվի անոնց հետ, մենք ունենք մեծ բարախումբ, դբրոց, եկեղեցի եւ հայերը լավ գաբրին Բուլղարիայի մեջ։ Ասացիք, որ ձեր դուստրը, աղջիկը երգում է, ես գիտեմ, որ բազմաթիվ մրցույթների է մասնակցում, հաղթում է, շատ տաղանդավոր բալիկ է, նայել եմ տեսանյութեր, հետաքրքիր է, ումից է ժառանգել իր տաղանդը։ Անոր տատիկը ու բաբիկը Հայաստանեն են Երևանից եւ անոնք դիրիգենտ են եւ դասադուներ երաժշտական եւ անոնք ավարտած են
Երևանի կոնսերվատորիան։ Հիմա կау իմեն Գեսուր Մայրս դիրիգենտ է հայկական եկեղեցի մեծ խորին Պլովդիվ։ Քանի որ ձեր սկեսուրի եւ սկեսրայրի կապը շատ մեծ է Հայաստանի հետ, ինձ հետաքրքիր է ձեր բալիկը հաճախ է շփվում տատիկ պապիկի հետ եւ հայկական բաներ սովորում է արդյոք, կապը ինչպիսին է երեխայի տատիկ պապիկի հետ։ Շատ լավ է եւ իմին մայրիկիս հետ եւ Գեսուրիս հետ եւ գիտեք հայրեն, բայց դբրոցը որ գերտա երաժշտական դբրոց է եւ բուլգարական է։ Մենք ճունենք Special Armenian Music School, բայց շատ գսիրե հայ երգեր եւ հիմա կպիտի մասնակցի Խոս Երևան մրցույթը Armenian Song Contest Երևան անիգա շատ գսիրե Լադանիվան եւ պիտի երգե նոր երգը։ Օ, շատ լավ։ Այո։ Դուք մասնագիտությամբ լրագրող եք։ Այո։ Աշխատում եք արդյոք որպես լրագրող եւ որքանով ձեզ օգնեց լրագրողի մասնագիտությունը։ Մինակ տակս պիտի խանեմ ինչ որ Ահա, լրագրողի բարեկամ։ Տակերը շատ ծանր են։ Ձանր է, այո։ Այո, ես լրագրող եմ Բուլղարիայի մեծ սայթի մեջ եւ շատ սիրով գնեմ իմ կորձս։ Ահա։ Լրագրողի մասնագիտությունը օգնել է ձեզ բեմում, երբ որ բարձրացել եք արդեն մասնակցելու մրցույթին։ Այո, շատ օգնե, որովհետև դուք գիտեք, որ մարդ երբ որ սորվի այս բանը գրնա խոսի, գրնա մեծ աուդիտորիան բռնե եւ ժյուրին լավ ցույց տա ինքզինք։ Հայաստանում առաջին անգամ եք։ Այս էր իմ մեծ երազանքս դեսնամ հայրենիքը եւ Հայաստանը մի քանի անգամ ունեի պլան կամ բայց եղան այս կոവിഡ് եւ ուրիշ ասանք բաներ բայց հիմա կարողացա կամ տպավորությունը այնինչ տարիներ շարունակ պատմել են ձեզ ներկայացրել են եւ ձեր տեսածը համընկավ արդյոք սպասումը ինչպիսինն էր։ Ես շատ լսած եմ Հայաստանի համար, իմ ընկերուհիները շատ պատմած էին Հայաստանի մասին, ոչ մի տեղ չկա այսանք ուտելիք, այսանք ջուր, այսանք գեղեցիկ երգիր եւ Երևանի պես քաղաք, իսկ ես երբ որ եկա խոս, տեսա որ իսկական է եւ շատ աղվոր եմ բան շատ խավնեցա երգիրը եւ Երևանը եւ ամեն ինչ շատ լավն է։ Ձեր ընտանիքում, հայրական ընտանիքում, որտեղ ծնվել եւ մեծացել եք, հայերեն էին խոսում ընտանիքի անդամները։ Դադիգս ու բաբիգս հայերեն խոսում էին, այո։ Աղբոր բառը, արևմտահայերենից եկած սիրուն բառը, դրա համար հարցրեցի։ Շատ լավ, այստեղ իմ ձեռքում կա գրքույկ, շատ գեղեցիկ, հետաքրքիր խոհանոցի մասին, որտեղ դուք ներկայացրել եք հայկական խոհանոցը բուլղարական լեզվով, հա, ճիշտ է։ Այո։ Խնդրում եմ խոսենք այս գրքույկի մասին եւ որն էր նպատակը արդյոք հայկական խոհանոցը Բուլղարիայում ներկայացնելն էր նպատակը Հայաստանի շակույթը ծանոթացնելը բուլղարացիներին, ինչն էր նպատակը։ Երբ որ եղա 2022-ին Mrs. Bulgaria ինձի արին մեկ reality cooking reality Բուլղարիայի տելևիզիոնը եւ ես մասնակցի հայկական ուտելիքներով խոհանոցով եւ խախտեցի մենք հայերը մինակ գխախտենք որ երթան գխախտենք շատ խավնեցան խոն բաները որ ռինգ ռի խորոված լավաշ մանտը եւ երբ որ դվին տելևիզիային այս մրցույթը շատ մարդիկ Բուլղարիայեն սկսանք գրեն ինձի Facebook-ում ռեցեպտաները բաղադրատոմսած։ Այո, գրեմ դեղմը որ գրնան առնեն եւ ես որոշեցի ունեմ այս բզդիկ գիրքը եւ հիմա Բուլղարիա մեկ տարի գծախվի այս գիրքը եւ դրամով գիրքին երեխաներու համար բարեգործական մրցույթներ գնեմ։ Մանիտա, դուք ձեր ոչ միայն մասնագիտությունը, այլ կոչումը, վաստակածը, ձեր լսարանը, ձեր հայտնի լինելը ծառայեցնում եք առաջինը ձեր հայ լինելուն, այսինքն փորձում եք ամեն կերպ
պատմել հայերի մասին, Հայաստանի մասին։ Ինձ հետաքրքիր է, ինչ են պատմել Հայաստանի մասին, հատկապես որ արևմտյան Հայաստանից եք, ձեր տատիկը, մայրիկը, ընտանիքի անդամները ձեզ, որ դուք ծնվել, ապրել, մեծանալով Բուլղարիայում, այսքան սիրում եք հային, Հայաստանը, թեկուզ եւ չեք տեսել։ Ինչ են պատմել արևմտյան Հայաստանի մասին ձեզ։ Բուլղարիան շատ հարազատ է ինձի համար, որովհետև խոնձնված եմ եւ երբ որ իմին դադիկներս ու բաբիկներս եկած են Բուլղարիա աքսորներեն, շատ շուտ կդած են բարի մարդիկ, որ սկսին նոր կյանք եւ ինձի համար շատ կարեւոր է բախեմ իմին լեզուս, իմին ասկս եւ եթե մարդ խելացի է գրնա ուրիշ երկիրի մեջավ ցույց դա իրեն արմատները Բուլղարիա շատ գիտեն ինձի բզդիկ Քիմ Կարդաշյանի պես անանգսեն բուլղարները ինձի մերին բուլղարական Քիմ Կարդաշյանը անոնք ինձի գասոցիացներ այո եւ գիտեմ որ հայ եմ Նորից կգաք Հայաստան արդյոք Սիրով այնքան շատ սիրեցի եւ խավնեցա որ գուզեմ ամեն տարի կանխոս Մարդկանց մասով ինչ կասեք հայերի մասով ինչպիսին են բարեհամբույր են ինչ սպասում ունեիք եւ ինչ տպավորություն ստացաք Տեսա որ հայ աղջիկները ամենեն գեղեցիկ աղջիկներն են եւ եթե խոսն են ասանք մրցույթներ շատ դժվար բիդի լաժուրի համար ասեն որն է ամենակեղեցիկը Տեսա ինչու ես խախտեցի որովհետեւ մերին աղջիկները ամենեն գեղեցիկն են եւ մարդիկը շատ լավ վերաբերմունքներն են շատ լավ է մերին հետ եւ լավ գսկամ ինքս խոս Հազարան բլբուլ հաղորդման գլխավոր գործընկերն է United Technical Service-ը իր գրոհ է մասնագիտացված կենտրոնով։ Հաղորդման գործընկերն է Էլոլա ընկերությունը։